Բարև ձեզ, Փաստինֆո եթերում շարունակում ենք հետևել միջազգային իրադրությանը։ Իրանի եւ Լիբանանի հարաբերություններում կրկին սառնություն է նկատվում։ Իրանի արտգործնախարար Արաղչին չեղյալ է համարել իր այցը Լիբանան եւ դա կապված է այն հանգամանքի հետ, որ Լիբանանի կառավարության եւ Իսրայելի միջև ստորագրվել է շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում է ամրապնդել համագործակցությունը բոլոր ուղղություններում, բայց ամենից կարևորն այն հանգամանքն է, որ Լիբանանի կառավարությունը կողմ է Հեզբոլլահի զինաթափմանը, ինչը պահանջում է Իսրայելը։ Իհարկե Իսրայելը եւ Միացյալ Նահանգները շահագրգռված են, որպեսզի Լիբանանի կառավարության հետ առանձին ունենան նորմալ հարաբերություններ ի հակակշիռ Հեզբոլլահի աճող ազդեցության, բայց դա նշանակում է նաև, որ Իրանի եւ Լիբանանի միջև են հարաբերությունները սառելու։ Սա կարող է նոր քաղաքացիական պատերազմ հրահրել Լիբանանում, եթե Լիբանանի կառավարությունը որոշի համաձայն այդ շրջանակային համաձայնագրի ուժով ստիպել Հեզբոլլահին զինաթափ լինել, ինչը ըստ էության հնարավոր չէ, քանզի Լիբանանի կառավարության ուժերի եւ Հեզբոլլահի հնարավորությունները բոլորովին տարբեր են։ Հեզբոլլահը լուրջ պատրաստություն անցած կազմակերպությունը եւ նրա մարտիկները կռվել են նաեւ Սիրիայում։ Բացի այդ, Հեզբոլլահի մարտիկները այժմ տիրապետում են նաեւ հարվածային անօթաչուների կիրառման հմտություններին եւ Լիբանանի կառավարության համար լուրջ խնդիրներ է լինելու։ Բացի այդ, եթե Հեզբոլլահի դեմ սկսվեցին ինչ-որ գործողություններ, սա միանշանակ հիմք է հանդիսանալու միջկրոնական բախումների սկսման Լիբանանում։ Իսկ հիշեցնեմ, որ 75 թվականի քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր, ավելի ճիշտ կրոնական համերաշխություն է հենց եղել հիմնական հիմքը խաղաղություն հաստատելու համար եւ պաշտոններն էլ բաժանվել են ժամանակին ըստ կրոնական պատկանելիության։ Հետեւաբար, եթե բալանսը խախտվում է, ապա բոլոր կողմերն իրենց վրայից կարծես վայր են դնում պարտավորությունները եւ նոր պահանջներ առաջ քաշում եւ անխուսափելիորեն առաջին հերթին իհարկե շիաների եւ սուննիների միջև են սկսելու բախումներ, ինչը հանգեցնելու է տարածաշրջանում նոր լարվածության ավելացմանը։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ ինչպես է զարգանալու։ Բացի այդ, հիշեցնեմ, որ Լիբանանում նաև հայ խաղաղապահներ են գտնվում եւ սա նաև մեր հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի։ Բացի այդ, Լիբանանում նաև հոծ հայկական բնակչություն կա, հայ համայնք կա եւ նրանց անվտանգությունը եւս պետք է լինի Հայաստանի Հանրապետության համար խնդիր։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Երկրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, Ուկրաինա-Եվրոպական միություն հարաբերություններին է վերաբերվում։ Մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ մենք նշել էինք, որ Լեհաստանի կառավարության ղեկավարը հետ է կանչել Ուկրաինայի նախագահի պարգևատրելու որոշումը, որով Ուկրաինայի նախագահը պարգևատրվել էր սպիտակ արծիվ բարձրագույն շքանշանով լեհական պետության։ Եվ հիմա Լեհաստանին կարող է հետևել նաև Չեխիան։ Չեխիայի խորհրդարանում падգամավորները հարց են բարձրացնում, որով պահանջում են կառավարությունից չեղյալ համարել Զելենսկուն սպիտակ առյուծ նշանով պարգևատրելու որոշումը, ինչը իրականացվել էր Չեխիայի նախորդ նախագահի կառավարման տարիներին։ Պատճառը մեկն է՝ ուկրաինական պետության քաղաքականությունը նացիստական ուղղությամբ եւ նացիզմի հերոսացումը, ինչպես պնդում են եւ Լեհաստանում եւ Չեխիայում։ Պատճառներից մեկն էլ կայանում է նրանում, որ օրինակ Զելենսկին որոշում է կայացրել ուկրաինական զորամասերը ուկրաինական ազատագրական բանակի մարտիկների պատվին անվանակոչելու համար։ Լեհաստանի կառավարությունն մեղադրում էր նրան այդ ուկրաինական ազատագրական բանակի մարտիկներին հերոսացնելու եւ ներկայումս ֆաշիստական գաղափարախոսությանը մեծ տեղ տալու համար։ Այս տեմպերով Զելենսկին կարող է նաև բոլոր եվրոպական պետությունների հետ հարաբերությունները փչացնել, բայց ինչու է կարևոր հատկապես Չեխիան եւ Լեհաստանը, քանզի այս երկու երկրները նաև հաբ են հանդիսանում Ուկրաինային զենք մատակարարելու հետ կապված, բացի այդ Չեխիան եւ Լեհաստանը ունենալով սեփական լուրջ ռազմական արդյունաբերություն մեծապես նպաստում են նաև Ուկրաինային անհրաժեշտ տեխնիկա եւ սպառազինության մատակարարմանը եւ նրանց հետ հարաբերությունների փչացումը առաջին հերթին ձեռնտու չէ ոչ Զելենսկուն, ոչ էլ Ուկրաինային։ Մյուս կողմից Զելենսկին հայտնվել է երկու քարի արանքում, քանզի եթե նա որոշի փչացնել նացիստների հետ իրենց հարաբերությունները եւ ազգայնականության հետ կապված փոխի իր դիրքորոշումը, ապա կարող է նաեւ լինել հերթական հեղաշրջման զոհ, քանզի ազգայնականները կարող են օգտագործել այս հանգամանքը Ուկրաինայում հերթական հեղաշրջում իրականացնելու եւ Զելենսկուն տապալելու համար, նաեւ նրան մեղադրելով ռազմաճակատում անհաջողությունների մեջ։ Սպասենք տեսնենք, թե իրավիճակն այստեղ եւս ինչպես է զարգանալու։ Եվ երրորդ թեման, որին ցանկանում եմ անդրադառնալ, միջուկային մրցակցությանն է վերաբերում։ Ըստ լրատվամիջոցների Միացյալ Նահանգներում ակտիվորեն շարունակվում են աշխատանքները նոր միջուկային մարտագաղթի նախագծման եւ հետագայում փորձարկման հետ կապված։ Աշխարհը կրկին կարող է հայտնվել միջուկային մրցավազքի մեջ եւ այս պայմաններում իհարկե ավելանալու է անվտանգության խնդիրները։ Եթե պետությունները որոշում են իրենց սպառազինության մեջ էականորեն մեծացնել միջուկային մարտագաղթիքների թիվը եւ նրանց տեսակները, դա նշանակում է, որ աշխարհը ոչ թե կանգնած
է անվտանգության մարտահրավերների, այլ անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ եւ խոսել զանգվածային ոչնչացման զենքի կրճատման մասին, այդտեղ կարծում ենք անիմաստ է դառնում։ Պետությունները գնալով կարողանում են իրենց մարտական հնարավորությունները ավելացնել, միջուկային հնարավորություններն ավելացնել, հետեւաբար կոշտացնել իրենց դիրքորոշումները միջազգային այս կամ այն կարևոր հարցերի հետ կապված։ Սպասենք տեսնենք, թե որն է լինելու առաջին հերթին Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը այս հարցում, քանզի երկու երկրներն են բավականին լուրջ հնարավորությունների են տիրապետում եւ ցանկացած բայի կարող են իրենք եւս ավելացնել իրենց միջուկային մարտագլխիկների եւ թվականակը եւ նրանց որակական հնարավորությունները։ Այս թեմաներն էին, որոնց այսօր ես ցանկացա անդրադառնալ, դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube կանալին, ինչպես նաև շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանք նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ անգամ։